Թրամփի ադմինիստրացիան ուղիղ տեքստով խոսում է Գրենլանդիան գրավելու իր ցանկության մասին, սա շաբաթվա ամենաթեժ թեմաներից մեկն էր, դրա համար եկեք խորանանք, հասկանանք ինչի Գրենլանդիան ու ինչի հենց հիմա։ Իրականում սա առաջին դեպքը չի, որ ԱՄՆ-ն փորձում է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Գրենլանդիան գնելու կամ այլ կերպ այն ստանալու փորձեր արել են տարբեր ԱՄՆ նախագահներ 1867 թվականին, 1946-ին, 2019-ին ու հատկապես հիմա Թրամփի օրոք։ Բայց ինչի Գրենլանդիան մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար ու ինչի հատկապես հիմա։ Ես առանձնացրել եմ իմ կարծիքով 3 ամենակարևոր պատճառները։ Նախ սկսենք ամենաակնհայտից Գրենլանդիայի բնական պաշարներից։ Ըստ տարբեր հաշվարկների Գրենլանդիան ունի 17.5 միլիարդ ծովային հում նավթ ու մոտավորապես 4.5 տրիլիոն խորանարդ բնական գազ։ Կղզին ունի նաև հազվագյուտ հողային հանքանյութերի ամենամեծ պաշարը աշխարհում, եթե չհաշվենք Չինաստանը, եւ այս հանքանյութերը շատ կարևոր են ԱՄՆ-ի համար։ Մեծ ռեսուրսներ միշտ նշանակում է մեծ հետաքրքրություն ԱՄՆ-ի կողմից։ Չնայած նրան, որ 1951 թվականին Դանիան եւ ԱՄՆ-ն կնքել են Գրենլանդիայի պաշտպանության մասին համաձայնագիր, ԱՄՆ-ն ավտոմատ իրավունք չի ստացել Գրենլանդիայի տարածքում հանքեր շահագործելու։ Չնայած նրան, որ Գրենլանդիան Դանիայի կազմում է, Գրենլանդիան 2009 թվականին ընդունված ինքնակառավարման մասին օրենքով ունի բավականին մեծ ավտոնոմիա։ Գրենլանդիայի կառավարությունը ունի կղզում հանքային պաշարների նկատմամբ լիակատար սեփականություն եւ վերահսկողություն, սա նշանակում է, որ ամերիկյան կորպորացիաները պիտի բանակցեն եւ հանքեր բացելու շահագործելու համար պայմանավորվեն Գրենլանդիայի կառավարության հետ։ Երկրորդ պատճառը հասկանալու համար պիտի նայենք այս քարտեզին, որ լավ պատկերացնեք, սա հյուսային բևեռն է։ Տարբեր ուսումնասիրություններ արդեն հաստատել են, որ մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության պատճառով այս տարածքում սառույցները կհալվեն եւ հետեւաբար կբացվի այս նավային ուղին։ Այն կլինի սեզոնային, բայց ամեն դեպքում բաց կլինի։ Այս ուղին կոչվում է տրանսբևեռային ուղի (Trans-Arctic Route)։ Համաշխարհային նավագնացության մոտ 5%-ը կարող է անցնի այս երթուղով։ Ոնց հասկացաք, սա թույլ կտա խնայել միլիոնավոր դոլարներ եւ ժամանակ։ Նաեւ այս ուղին թույլ կտա ավելի կարճ ու ավելի քիչ ծախսատար կապ հաստատել Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ասիայի միջեւ։ Սա նաեւ շատ կարևոր ալտերնատիվ առևտրային ուղի է Չինաստանի համար։ Ու առևտրային այս կոնտեքստում Գրենլանդիայի դերը ել ավելի աճում է։ Եվ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը շատ ակտիվ պատրաստվում են այս փոփոխություններին։ Եվ երրորդ ամենակարևոր պատճառը աշխարհաքաղաքական ու ռազմական է։ Ռուսաստանը ահռելի մեծ ռեսուրսներ է սկսել Արկտիկայի իր ռազմական բազաները վերաբացելու եւ ամրապնդելու վերաբերյալ, ոնց գիտեք, Խորհրդային Միության փլուզումից հետո այս Արկտիկայի ռազմաբազաները լքվեցին, բայց 2010-ականներից սկսած Ռուսաստանը սկսել է դրանք վերաբացել։ Սա Արբանյակից արված լուսանկարներն է, կան շատ հետազոտություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանը շատացնում է իր ռազմական ներկայությունը այս ռեգիոնում։ Ռուսաստանի հյուսային նավատորմի գլխավոր կենտրոնը Սևերոմորսկ քաղաքն է։ Նաև բավականին արագ տեմպերով արդիականացնում են սուզանավային բազաները։ Այս բազաներում Ռուսաստանը նաև հնարավորություն ունի տեղադրելու կինժալ կոչվող հիպերձայնային հրթիռներ, որոնք որ հնարավորություն ունեն միջուկային հարվածներ հասցնելու։ Նաև շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում Կորսկի թերակղզում ռազմական բազաները ամրապնդելու եւ Ռուսաստանի ռազմական ներկայությունը շատացնելու վրա։ Չինաստանը նույնպես շատ հետաքրքիր քաղաքականություն ունի հյուսային բևեռի վերաբերյալ։ 2018 թվականին հրապարակվել է Չինաստանի Արկտիկայի վերաբերյալ քաղաքականությունը, որում որ Չինաստանը ինքն իրեն սկսում է համարել մերձ Արկտիկայի պետություն, անգլերեն կոչվում է Near Arctic State։ Սա իհարկե փաստում է, որ Չինաստանը մեծ հետաքրքրություն ունի Արկտիկայի վերաբերյալ։ Պաշտոնական Պեկինը ձգտում է անդամակցել Արկտիկայի հետ կապված տարբեր միջազգային կազմակերպություններին։ Չինաստանին բնորոշ տնտեսական եւ առևտրային դիվանագիտության միջոցով երկիրը փորձում է շատ ակտիվ մասնակցել տարածաշրջանում ենթակառուցվածքների ստեղծման ու հանքարդյունաբերական տարբեր ծրագրերի մեջ։ Չինաստանը նաև ահռելի մեծ ռեսուրսներ եւ գումարներ է ծախսում Արկտիկայի տարածաշրջանի վերաբերյալ տարբեր հետազոտություններ անելու վրա, օրինակ ձեր էկրաններին տեսնում եք Քսուելոնգ 2 կամ Ձնեվիշապ 2 կոչվող սառույց հատող
նավը, որը մի քանի տարի շարունակ պտտվել է Արկտիկայի ծովով եւ արդեն վերադարձել է Շանխայ։ Եվ հաշվի առնելով, որ Թրամփի ադմինիստրացիան Չինաստանին համարում է համար 1 թշնամի, Գրենլանդիային տիրանալը Ամերիկայի համար դառնում է ել ավելի արդիական։ Ոնց ասացի, ԱՄՆ-ն տարբեր ժամանակահատվածներում միշտ փորձել է գնել Գրենլանդիան Դանիայից, բայց Դանիան միշտ մերժել է եւ ասել է, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Բայց իրականում եղել է ժամանակաշրջան, կարճ ժամանակաշրջան, երբ որ Գրենլանդիան եղել է ամերիկյան եւ համարվել է Ամերիկայի պրոտեկտորատ։ Եկեք պատմեմ դրա մասին։ 1940 թվականին նացիստական Գերմանիան ներխուժեց Դանիա եւ գրավեց այն։ Ու ստեղծեց շատ հետաքրքիր իրավիճակ, երբ որ Գրենլանդիան, որ Դանիայի կազմում էր, չէր վերահսկվում նացիստական Գերմանիայի կողմից, ու հենց այդ ժամանակ ԱՄՆ-ն մտավախություն ուներ, որ դա հնարավոր է տեղի ունենա եւ Գերմանիան օգտագործի Գրենլանդիայի տարածքը ԱՄՆ-ի վրա հարձակումներ կատարելու համար։ Բայց այս մարդը Հենրիկ Կաուֆմանը, որը Ամերիկայում Դանիայի դեսպանն էր, շատ արագ կողմնորոշվեց եւ հետաքրքիր լուծում գտավ։ Ամբողջ Դանիան եւ Դանիայի կառավարությունը նացիստական Գերմանիայի վերահսկողության տակ էր եւ այս մարդը իր վրա մեծ պատասխանատվություն վերցրեց եւ 1941 թվականին ԱՄՆ-ի հետ կնքեց Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը ու հենց այդ ժամանակ Գրենլանդիան անցավ ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Եվ պատերազմի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն կառավարեց Գրենլանդիան։ Պատերազմից հետո Դանիան իհարկե վերականգնեց իր ինքնիշխանությունը, բայց ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չդադարեց։ Հենց 1946 թվականին ԱՄՆ-ի նախագահ Թրումանը առաջարկեց Դանիային գնել Գրենլանդիան, բայց Դանիան չհամաձայնվեց, բայց 1951 թվականին կնքեցին Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր եւ ԱՄՆ-ն հիմնեց Pituffik կոչվող ռազմական բազան, որը գործում է մինչև հիմա։ Հիմա այն գործում է նաև որպես տիեզերական բազա եւ այս ընթացքում ԱՄՆ-ն ունեցել է Գրենլանդիայում 9 ռազմական բազա, հիմա ունի ընդամենը մեկը։ Եվ Գրենլանդիայի կառավարությունը եւ Դանիան պատրաստ են լիովին համագործակցել Թրամփի ադմինիստրացիայի հետ, բայց Թրամփի ադմինիստրացիան մաքսիմալիստական ցանկություններ ունի։ Ոնց գիտեք, Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ն նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է եւ Դանիայի ղեկավարությունը արդեն ասել է, որ եթե ԱՄՆ-ն փորձի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան, դա կնշանակի ՆԱՏՕ-ի ավարտ։ Եվ իհարկե սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, բայց իհարկե բոլորս հրավիրված ենք միջազգային իրավունքի հոգեհանգստի արարողությանը, որ երևի թե մեր աչքերի առաջ է տեղի ունենում։ ԵՄ երկրները իհարկե համատեղ հայտարարությամբ են հանդես եկել եւ դատապարտում են ԱՄՆ-ի գործողությունները, բայց սա հազիվ թե ինչ-որ օգուտ տա։ Եվ իսկապես սա շատ պայթունավտանգ իրավիճակ է, չգիտենք ինչ կլինի, բայց սա շատ ռեալ է եւ հուսով եմ կարողացա բացատրել եւ լավ ինֆորմացիա տալ Գրենլանդիայի վերաբերյալ։ Շնորհակալություն, որ նայեցիք, մի քիչ երկար եղավ, բայց նյութը շատ էր, ծավալուն էր, եթե հավանեցիք, անպայման բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, չգիտեմ, ինչ-որ ձև մոտիվացրեք ինձ, որ շարունակեմ նման վիդեոներ ավելի հաճախ անել։ Մինչ